Հիմա ցավոք սրտին շատ են խարխլում մեր ընտանիքի հիմքը, իսկ եթե ընտանիքի հիմքը խարխլում են, պետությունն էլ է խարխլվում, որովհետև բարոյական նորմերը ես չեմ հասկանում ուր է գնացել, ինչ է եղել։ Հիմա անհանդուրժողականությունը այնքան գլուխ է բարձրացրել, որ ցավով պիտի ասեմ, որ մեկ ամիս կազմած ընտանիքը մեկ էլ ասում եմ մենք իրար չհասկացանք ու շատ հանգիստ բաժանվում են։ Ներկայացումից հետո մի երիտասարդ երկու հաց ձեռքին բարձրացավ բեմ, ինձ գրկեց ու այդ հացը տվեց։ Ես ասում եմ մենք հացի կարիք չունենք եւ իսկապես հացի կարիք չունեինք։ Ասեց գիտեք ես 3 օր հերթ եմ կանգնել, որ այս հացը ձեզ համար առնեմ։ Աչքերիցս արցունքները գնաց ու գրկեց, ասեց լաց մի եղի, ես վաղը Արցախ եմ գնում, ուզում եմ, որ ժպիտդ հետս տանեմ։ Շատ ստեղծագործական սյուժեներ, նայում ես, ոչինչ ասող են, գաղափարախոսություն չկա, ազգի նկարագիրը, կենսակերպը չկա, այլ ուրիշ ազգի ոնց որ կենսագիր հրամցնեն։ Դրսում երբ որ նայում են, ասում են Հայաստանում այդքան հանցագործություն կա, այդքան անբարոյականություն կա, այդքան մարդասպանություն կա։ Նարճան ողջույն։ Ողջույն Լենա ջան։ Ուրախ եմ, որ այսօր ABC ինտերվյու հյուրը հենց դու ես։ Ինչպե՞ս ես։ Շնորհակալություն, Փառք Տիրոջը, լավ եմ, ցանկանում եմ, որ բոլորը լավ լինեն։ Հետաքրքիր որ ասիր լավ եմ, որովհետև այդ պատասխանը վերջերս հաճախ չեմ լսում, ում հարցնում եմ, դե մի քիչ մտածում են, դե հնարավորինս լավ եմ, դե ոնց կարող է այսօր լավ լինենք եւ այլն, ասեն դու լավ ես եւ շատ ուրախ եմ, որ լավ ես։ Գոհանում եմ այն ամենով, ինչ տալիս է Տերը, շնորհակալ եմ։ Բայց քեզ ճանաչելով ես գիտեմ, որ դու էությամբ անտարբեր մարդ քեզ անվանել դժվար կլինի։ Տեսնում ես երկրում ինչ է կատարվում, ասենք դու ինչպես այս ամեն ինչպես ես վերաբերվում եւ արդյոք այս իրավիճակում հնարավոր է հանգիստ ստեղծագործել, հանգիստ ապրել, ինչ ես կարծում։ Լենա ջան, գիտեք, ամեն իրավիճակ բերում է իր ստեղծագործելու նյութը։ Ես մասնագիտությամբ դերասանուհի եմ, քաղաքական գործիչ չեմ եւ քաղաքագետ չեմ։ Ես չեմ կարող այդ գործով զբաղվել, բայց որպես իմ երկրի քաղաքացի, իհարկե ցավ եմ ապրում այն ամենով, ինչ կատարվում է, որովհետեւ բաներ կան, որ չեմ կարողանում պատկերացնել, ինչու է այդպես։ Իմ պայքարը իմ աշխատանքն է, ես իմ աշխատանքով եմ պայքարում։ Այսինքն, այն ինչ որ ուզում եմ արտահայտել, ես անում եմ իմ աշխատանքով եւ եթե լավ եմ անում իմ աշխատանքը, ուրեմն լավ եմ պայքարում։ Կուզեմ, որ քաղաքագետը լավ աշխատի եւ լավ պայքարի եւ ունենանք իսկապես քաղաքակիրթ երկիր, իսկապես հզոր երկիր, որովհետև զավակներս ապրում են այս երկրում եւ ես ուզում եմ իմ երկրում եւ ուզում եմ, որ իմ երկիրը հզոր լինի։ Այն ընկճված վիճակը, որ հիմա ապրում են իմ զավակները, իհարկե ինձ դուր չի գալիս։ Իհարկե ես ինքս կարծես թերի եմ ինձ զգում, որովհետև այն հզոր ուժը չեմ տեսնում թիկունքիս, իմ զավակների թիկունքին չեմ տեսնում առայժմ։ Գուցե հետո կլինի։ Հզոր ուժը, այսինքն հզոր պետություն, ուժեղ պետություն կա։ Միանշանակ։ Ես նախկինում միշտ բարձեցել եմ, գուցե դա էլ սխալ բան է բարձենալը, որովհետև մեղք է, բայց միշտ բարձեցել եմ մեր հզոր բանակով։ Չեմ ուզում վատ բաներ ասել, որովհետև երկու տղաներս եւ ծառայել են եւ մասնակցել են պատերազմներին։ Մեծ ցավ է, չգիտեմ։ Կորուստները այդ ամեն ինչու մեծ ցավ է։ Բայց ցավը արտահայտում եմ իմ աշխատանքով, իմ ստեղծագործությամբ։ Այսօր նկա Հայաստանում շատ բաներ կան, չէ՞, որ բոլորը շատ իսկապես թույլատրում են, բայց Հայաստանը նաև կան ուժի կետեր, ուժի տեղեր, քեզ համար որոնք են դրանք եւ ինչից պետք է այսօր կարճել, որպեսզի ուժեղանանք եւ այդ մեր
ինքնասիրություն ասեմ, բարդություն ասեմ, այդ ամենը վերականգնենք ի վերջո։ Գիտեք, նորից եմ ասում, ես չեմ կարող քաղաքական հարցերի մեջ խորանալ, բայց ինձ համար ամենաուժեղ կետը դա ընտանիքն է։ Ամենաուժեղ եւ ամուր ընտանիքը եւ շատ զավակներ ունենալը։ Տշնամին մեզ հաղթում է ու շատ զավակներ ունենալով մենք պետք է շատ զավակներ ունենանք։ Ես գիտեմ, որ հասկանում եմ, որ նորաստեղծ ընտանիքին դժվար է նախ ընտանիք կազմելը դժվար է, որովհետև ընտանիք կազմելուց հետո լիքը սոցիալական հարցեր են առաջանում, հետո էլ մտածում են լավ, բա որ շատ երեխաներ ունենանք, ինչպես պահենք, ինչպես մեծացնենք, բայց կարծում եմ, որ ի հեճուկս թշնամուն պետք է շատ զավակներ ունենանք եւ ամուր ընտանիք։ Հիմա ցավոք սրտին շատ են խարխլում մեր ընտանիքի հիմքը, իսկ եթե ընտանիքի հիմքը խարխլում են, պետությունն էլ է խարխլվում, որովհետեւ բարոյական նորմերը ես չեմ հասկանում ուր է գնացել, ինչ է եղել։ Հիմա անհանդուրժողականությունը այնքան գլուխ է բարձրացրել, որ ցավով պիտի ասեմ, որ մեկ ամիս կազմած ընտանիքը մեկ էլ ասում են մենք իրար չհասկացանք ու շատ հանգիստ բաժանվում են։ Ես չգիտեմ, դա սոցիալական հարթակների հետ ամեն ինչն է բերել, ընտանիք լցրել։ Ինձ համար մի քիչ բարդ է, չեմ կարողանում դա հասկանալ։ Չէ՞ որ ընտանիք կազմելը դա աշխատանք է եւ ամենօրվա ծանր աշխատանք, բայց սիրով աշխատանք։ Ինձ համար հիմնական կետը ընտանիքն է։ Երևի թե ժամանակների հետ են այսպես փոփոխությունները ժամանակների հետ են գալիս, իսկ հիշում եք այնպեսի ժամանակներ, երբ ամեն ինչ ըստեյության ձեզ համար ընդունելի էր եւ ձեզ շատ դուր էր գալիս։ Կամ ձեր կյանքի այդ ժամանակահատվածը, որ դուք հիշում եք կարոտով չասեմ, բայց իսկապես լավ էր։ Գիտեք ինչ։ Ես չեմ կարող ասել, որովհետեւ մեզնից խլեցին մեր երիտասարդությունը։ Այդ տարիներին մենք ապրում էինք շատ ուրիշ իրավիճակներում։ Ես մի քիչ վաղուցվա մարդ եմ եւ չկար լույս, չկար գազ, ցուրտ տարիներ, բայց հույս ունեինք, հույսով էինք ապրում։ Եվ այդ ժամանակ, գիտեք, այնքան ջերմություն կար ընտանիքների միջև։ Իմ հայրական ընտանիքը ապրում է սեփական Բաքու, որտեղ մենք ապրում ենք հորեղբայրներով միասին եւ երբեք որևէ անգամ մեկը չի դժգոհել, որ ասենք ընտանիքը հավաքվում էր մեր տանը, բոլոր հորեղբայրս ընտանիքները բոլորը հավաքվում են մեր տանը, ես մեծ կաթսայով ջաշ էի պատրաստում եւ մեծ սեղան նստում էինք, հաց էինք ուտում ու երբեք որևէ մեկը չէր դժգոհում, որ այս չկա, այն չկա։ Այո, շատ բաներ չկար։ Դժվար էր հաց անգամ ճարելը, դժվար էր, բայց մենք հույս ունեինք, մենք մտածում էինք, որ այս ամեն ինչը անցնելու է եւ լավ ապագա է սպասվելու եւ դրա համար մեր շատ լավ տղաներ իրենց կյանքը դրեցին, որ լավ ապագա ունենանք։ Ու չգիտեմ, այդ ապագան մխսվեց, ինչ եղավ, չգիտեմ։ Կար նաև այդ արժեքային համակարգը, կար արժեքների գիտակցումը։ Ես շատ փոքր էի, բայց ես հիշում եմ, որ մարդիկ իսկապես հավատում էին ու կար ոգեղենություն մի տեսակ։ Չկար լույս, շատ բաներ չկային իսկապես, բայց այդ ոգին կար եւ կար հավատը, որ իսկապես լավ է լինելու, որ իրենք կռվում են ինչ-որ շատ կարևոր ու արժեքավոր բանի համար։ Իմ կյանքում շատ հետաքրքիր մի դեպք պատահեց։ Ես արդեն թատրոնում աշխատում էի, 90 թվականից թատրոնում աշխատում էի եւ ներկայացում էինք խաղում, ներկայացումից հետո մի երիտասարդ երկու հաց ձեռքին բարձրացավ բեմ, ինձ գրկեց ու այդ հացը տվեց։ Ես ասում եմ, մենք հացի կարիք չունենք եւ իսկապես հացի կարիք չունեինք։ Ասեց, գիտեք, ես 3 օր հերթ եմ կանգնել, որ այս հացը ձեզ համար առնեի։ Չտակ։ Աչքերիցս արցունքները գնաց ու գրկեց, ասեց, լաց մի եղի, ես վաղ Արցախ եմ գնում, ուզում եմ, որ ժպիտդ հետս տանեմ։ Ես այդպես էլ չիմացա այդ երիտասարդը ով է, ողջ է, ողջ չէ, ինչպես, բայց հույս ունեմ, որ ինքը ողջ է, հույս ունենամ, որ իր արած գործը չի կորել, չգիտեմ։ Հետո որ դուրս եկա, վարակույրը մեզ անջատեց, դուրս եկա կուլիսներ, մեր աշխատակիցներից մեկը, ովքեր որ մեր ռեկվիզիտներ դասավորում, նայեց հացերին ու ասեց, գիտես թորներս 3 օր հաց չեն կերել։
Ես այդ հացեր անիջապես իրեն տվեցի ու վազեցի գրիմանից։ Կար այդ ջերմությունը, կար այդ նպատակը, միմյանց օգնելու, թեկուզ այն չնչի մի բանով, գիտեք, այդ հացը այդ տարիներին ինչ մեծ նշանակություն ուներ, որ մարդը 3 օր հերթ էր կանգնել, որ ինձ համար հացարներ։ Զարել հետաքրքիր է Հայաստանում դերասանուհի դառնալը, չգիտեմ, հեշտ է դժվար է հիմա, բայց երբ դու ես սկսում, կարծում եմ հեշտ չէր։ Զը պապես ինչպես սկսեցիր։ Հետաքրքիր է շատ ինձ։ Ճիշտն ասած, դասարանը, մեր դասարանը շատ հետաքրքիր կոլեկտիվ էր, որովհետև բոլորը ուզում էին դերասան դառնալ, բայց վերջում 2 հոգի մնացինք, ովքեր որ պետք է գնային թատերական ինստիտուտ։ Դասընկերոջս եղբայրը դերասան էր եւ հետը պարապել էր։ Երկուսով գնացինք, դե նախկինում թատերական ինստիտուտ ընդունվելու համար նախնական քննություն էին վերցնում, հետո նոր իրական քննություններ, այսինքն տեսնեն դու դերասանացու ես, թե ոչ։ Միասին գնացինք, սկզբում իրեն կանչեցին, ինքը դուրս եկավ, ասեց ես կտրվեցի, ինձ չվերցրեցին։ Ասեցի ոնց, եթե քո եղբայրը դերասան էր, քեզ հետ պարապել էր, դու չընդունվեցիր, ուրեմն ես հաստատ չեմ ընդունվի եւ փաստաթղթերը թևիս տակ դրած քայլում եմ այնտեղից կանչում են Խաչատրյան Զարուհին չի մտնում ու փախնում է թատերական ինստիտուտից։ Այդպես անցնում էի մանկավարժական ուսումնարանի կողքով, Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանը, ասացի սա ինչ է, ասացին մանկավարժական ուսումնարան է։ Ես էլ մտածեցի, եթե որևէ բարձրագույն բուհ գնամ, հետո չեմ գնա թատերական։ Լավ, գուցե այս միջին մասնագիտականը ավարտեմ, հետո նոր կգնամ։ Սակայն այդ 3 տարիները, որ սովորեցի մանկավարժականում, ես իհարկե շատ շնորհակալ եմ, որովհետև շատ գիտելիքներ, շատ լավ ընկերներ ձեռք բերեցի։ Բայց հասկացա, որ առանց թատրոնի, առանց դերասանի մասնագիտության ես չեմ կարող կյանքում կայանալ։ Ես երբ որ գնում էինք մենք պրակտիկայի, երբ որ դասարան էի մտնում, ասում էի ես դերասանուհի եմ, խաղում եմ ուսուցչուհու դեր։ Այդպես էի մտնում դասարան։ Տանը ինչպես էին ընդունում։ Դե հիմա ասեմ։ Հետո որ այն տարիներին այսպեսի բան կար, եթե դու սովորում ես այլ թեկումով միջին մասնագիտական ինչ-որ հաստատությունում, դու միայն այդ ուղղությամբ կարող էիր գնալ բու։ Այսինքն մենակ մանկավարժական կարող է գնալ եւ մենակ ասենք տարական դասարանի դասվար կամ չգիտեմ իրավունք չունեինք։ Հիմա ուրիշ է արդեն ուր կուզես կարող ես մի քանի բուհերում սովորել, ավարտել։ Ես պետք է գերազանց սովորեի եւ կարմիր դիպլոմ ստանայի, որը հավասար էր ոսկե մեդալի եւ նոր այդ ժամանակ կարող է գնալ թատերական ինստիտուտ։ Այդպես գերազանց սովորելով, ավարտելով, կարմիր դիպլոմ ստանալով, մայրիկին ասեցի, որ ես արդեն գնում եմ թատերական։ Շատ հետաքրքիր պատասխան տվեց մայրս, ասեց. «Կընդունվես լավ, չես ընդունվի ավելի լավ»։ Բայց ես գնացի եւ ինչն էր հետաքրքիր։ Ընդամենը 2 քննություն եմ հանձնել թատերական ինստիտուտում, 2 մասնագիտական քննություն, դերասանի վարպետություն եւ կոլոկվիում, այսինքն հարցազրույց արվեստի մասին, եւ 2/5-ով ընդունվել եմ թատերական ինստիտուտ Զավեն Տատինցյանի արվեստանոցը։ Երևի երջանիկ մարդկանցից մեկն եմ, որ սովորել է իր արվեստանոցում։ Իհարկե հետո 4-րդ կուրսում մեզ երկրորդ ռեժիսոր եկավ Արմեն Էլբակյանը, մի հրաշալի ներկայացում արեց, հրաշալի ներկայացում եւ Արմեն Էլբակյանը իմ կյանքում մեծ դեր է ունեցել, որովհետեւ ներկայացման պրեմիերայից հետո ասեց եթե դու այդպես ես խաղալու, ես քեզ տանելու եմ իմ թատրոն, ինքը այդ ժամանակ Պարոնյան թատրոնում էր աշխատում։ Եվ այս տարի լրանում եմ 35 տարին, որ ես Պարոնյան թատրոնի դերասանուհի եմ։ Հրաշալի, շնորհավոր եմ։ Շնորհակալ եմ։ Հետաքրքիրը որն է, որ Արմեն Էդգարիչը ասեց, գիտես, առաջարկներ են եղել, որ քեզ տարբեր թատրոններում վերցնեն, բայց ես ասել եմ, որ մի մտածեք իրան տանելու մասին, որովհետև ինքը արդեն աշխատում է իմ թատրոնում, բայց ես դեռ գաղափար էլ չունեի։ Հետո ասեց, ուրախ ես, որ այդպես եմ ասել, ճիշտն ասած, ես մի գաղտնիք հիմա բացեմ,
բոլոր թատրոնների ներկայացումները նայել էի, բայց Պարոնյան թատրոնում ոչ մի ներկայացում չէի նայել։ Չգիտեմ ինչու էր այդպես ստացվել, ու գաղափար չունեի, ասենք, թատրոնի ոչ ներկայացումներից, դե հեռուստատեսության մի երկու ներկայացում կար, բայց թատրոնի գործունեությունը, եթե դու թատրոնում ներկայացում չես նայում, չես կարող կարծիք կազմել։ Դրա համար պատասխանացի, ասացի, գիտեք, ես շատ ուրախ եմ, որ ձեզ հետ եմ աշխատելու, բայց չգիտեմ թատրոնում ոնց կլինի։ Բայց ասեմ, որ ինձ չգիտեմ ինչքան լավ եմ ես ինձ զգում մեր թատրոնում, ինչքան լավ։ Դա նկարագրելի է։ Իսկ թատրոնի լավագույն ժամանակները քեզ համար որոնք էին։ Գիտեք, թատրոնը ունենում է, կարող եմ այսպես ասել, անընդհատ ինքը կենդանի օրգանիզմ է եւ կարող է եւ շատ լավ ժամանակներ ունենալ եւ դա կարող է լինել մեկ ամիս լավ, մեկ ամիս վատ, այնպես որ չեմ կարող կոնկրետ ասել, թե այս ժամանակաշրջանը լավ է, մյուս ժամանակաշրջանը վատ է։ Ես նկատի ունեմ դերերը, որովհետեւ ամեն դեպքում լինում է ժամանակներ եւ դու այնպեսի դեր ես խաղում, որոնք իսկապես քոնն են, էլի։ Մի քիչ ավել քան նախորդը, այսպես ասեմ։ Գիտեք, Լենա ջան, ես այսպես ասեմ, կողքից գուցե նայում են, ասում են, հա, սա իր դերն է, չէ՞, բայց դերասանին եւ ընդհանրապես դերասանուհուն շատ հետաքրքիր է խաղալ բազմաժանր ներկայացումներում եւ բազմաժանր դերերում, որովհետեւ մի օր կարող եմ լինել շատ համեստ հայուհի, մի օր կարող եմ լինել շատ կոկետ ֆրանսուհի, մի խոսքով ես չեմ կարող ասել, թե ոնց է, որ մայրը չի կարողանում տարբերակել իր զավակներին, ես էլ չեմ կարող տարբերակել իմ խաղացած դերերը, անկեղծ չեմ կարող տարբերակել, դա լինի փոքր դեր, լինի մեծ դեր, տարիներ առաջ, երբ որ Երջանկահիշատակ Մարատ Սիմոնյանը բեմադրում էր Հիմարից հիմար ներկայացումը, այնտեղ կար գլխավոր դեր Ուրանյա եւ կար փոքրիկ մի դեր Անֆի, Ուրանյան գլխավոր հերոսուհին էր, պիեսը ինձ տվել են, ես կարդում էի եւ առաջարկեց, որ ես Ուրանյա խաղամ, բայց ես կարդալով ասացի, չէ, ես Անֆի եմ ուզում խաղալ։ Անֆին փոքր դեր էր, բայց մեջ այնքան ասելիք կար։ Կարևոր չի ինձ համար գլխավոր դերը, մեծ դերը, ինձ համար դերի ասելիքն է կարևոր, այն հատիկը, այն ջերմությունը, որ կա այդ դերի մեջ։ Եվ ընդհանրապես յուրաքանչյուր դեր, երբ որ դու արդեն ուզում ես քեզ վրայով կարել, պիտի քո պրիզմայով անցկացնես, նույնիսկ եթե դու բացասական կերպար ես խաղում, պիտի արդարացնես այդ բացասական կերպարը, ինչի համար ես դու այդպիսին։ Դերերից ինչ որ ազդեցություն լինում է, դերասանորական ասում են, չէ՞ որ յուրաքանչյուր դեր խաղալուց կարծես ինչ որ բան վերցնես, ինչ որ բան մնում է։ Այստեղ էի կարողության մեջ է, հա, տարանջատել այդ դերը եւ կյանքը։ Ես այդպես չեմ կարող ասել, որովհետեւ մի հետաքրքիր դեպք պատմեմ, տարիներ առաջ, երբ որ Գոհար Հարությունյանը բեմադրում էր Խաթաբալա ներկայացումը, ես այնտեղ Մարգրիտ էի խաղում, աղջիկս փոքր էր եւ հետս որ թատրոն էի տարել, տեսավ այդ Մարգրիտը դե ըստ էությամբ ոնց է ստացել այդ։ Չէ, շատ հետաքրքիր գրիմ էր արված եւ աղջիկս նայեց, ասեց. Դու իմ մաման ես։ Ասում, հա, բոլես։ Ես ինքը գն դեր ասում, էլի, գկքն դտ էր ասում, ասեց. Մամ, դու տես դեշ ես մնալու։ Ինչն էր հետաքրքիր, որ ներկայացումից հետո հանդիսատեսը մոտենում ասում է. աղջիկ ջան, մի մտածի, դու այնքան լավն ես, քեզ կտանեն կամ ստանաս։ Երեք երեխաներս կանգնած էին ասում էի, ես մտածելու բան չունեմ, անձնացած եմ։ Ոայ։ Չգիտեմ, չէ, չեմ կարծում։ Կերպարն ուրիշ է, կյանքը ուրիշ է։ Ես երբեք կյանքում չեմ կարող դերասանություն անել։ Զարայ դու Երևան Ղազանչյանի հետ ես աշխատել, ես էլ եմ իրեն պատիվ ունեցել ճանաչելու, շատ հետաքրքիր մարդ էր, որ մի քիչ իրենից խոսեինք եւ նաեւ խոսեինք այն դեպքերից, չգիտեմ, զավակ տալ չեմ, հետաքրքիր դեպքեր, որոնք տեղի են ունեցել թատրոնում հենց իր ժամանակ։ Ես մեծ խոնարհումով եմ ուզում հիշել Երվանդ Խաչատուրովիչին, շատ սիրելի մարդու, շատ տաղանդավոր մարդու, իսկապես ուզում եմ մի դեպք պատմել, Մորգանի խնամի ներկայացումը պիտի բեմադրվեր, բայց այդ ընթացքում թատրոնը արձակուրդում էր, ես զավակներիս հետ մեկնել էի Սևան
Եվ զանգ եմ ստանում Երևան Խաչատուրովիչից։ Զարուհի, որտեղ ես։ Ասում ինչ է պատահել։ Կես ժամից կլինես թատրոնում։ Ասացի կես ժամից չեմ կարող, բայց մի ժամից կլինեմ Երևան Խաչատուրովիչ, եթե կարևոր է, մի ժամից, գուցե մի ժամ 15 րոպեից, շատ կարևոր է, անմիջապես արի թատրոն։ Մայրս հետս էր, ասացի մամ ջան, դու մնա երեխաներիս հետ, ես գնամ Երևան, տեսնեմ ինչ է պատահել։ Արձակուրդին Երևան Խաչատուրովիչը ինձ թատրոն է կանչում։ Տաքսի եմ վերցրել, արագ հասել եմ թատրոն։ Զարուհի, մի հատ էս շորը հագի տեսնեմ, այդ Մորգանին քսազի է շորը, թե չէ։ Այսպես նայում եմ, Երևան Խաչատուրովիչ, Սևանից տաքսիով եկել եմ, որ այդ շորը փորձեմ, չէ։ Հա ինչ անենք, դա շատ կարևոր է։ Իր մոտեցումը, ինքը անհամբեր մի մարդ էր, անհամբեր։ Պիտի ամեն ինչը տեղին լիներ, եթե ներկայացման փորձին պիտի անմիջապես շուտ գայիր։ Ու գիտեք ինչն էր, ինքը մոտենում էր ոչ միայն դերասանուհուն, նաև մարդուն էր, որպես մարդ էր մոտենում։ Ներհրաշալի հումորի զգացում ուներ։ Հումոր, իսկ ինչ խոսքի վարպետ էր, ինչ խոսքի վարպետ։ Ես չգիտեմ, մենք բոլորս իրեն շատ ենք սիրում, կապ չունի, ինքը միշտ մեզ հետ է, միշտ։ Հետաքրքիր, շատ հետաքրքիր զրուցակից էր, շատ։ Зараз այդ 35 տարիների ընթացքում ում է դες պատին ունեցել բեմում լինելու, ես նկատի ունեմ այլ դերասանների, որոնք մենք էլ ենք ճանաչում ու որոնց հետ խաղալը բեմի վրա իսկապես մեծ պատիվ հաճույք եղել։ Ինձ 90 թվականին, երբ թատրոն եմ եկել, պատկերացրեք այն ժամանակ մեր թատրոնի դերասանական աստղաբույլ ասեմ, իսկապես շատ հարուստ։ Հիմա էլ հարուստ է, հիմա էլ ասենք իր ժամանակի դերասաններով է շատ հարուստ։ Այն ժամանակ Սվետլանա Գրիգորյան, Մելինե Համամջյան, Կարպ Խաչվանքյան, Ստեփան Հարությունյան, Ալեքսանդր Հովանեսյան, ես ում թվարկում եմ բոլորի հետ խաղացել եմ։ Գիտեք, դա դպրոց էր, որ ես իրենցից սովորում էի եւ մեծ պատիվ էր, իսկ թատրոնի հիմնադիր Իզաբելա Դանզասի հետ խաղալը, թե չգիտեմ, երևի ինձ համար մեկ այլ երևույթ էր, որովհետև 90 տարեկանում նա բեմ էր բարձրանում, մենք խաղում էինք հանգուցյալաշրջում է քաղաքում այդ ներկայացման մեջ, այդ ոնց էր այդ կինը խաղում, այդ ինչ էներգիա ուներ, այդ ինչ բիոդաշտեր ուներ, չգիտեմ, երջանկություն էր, իսկ Կարլոս Մարտիրոսյանի հետ խաղալը ափսոսում եմ, որ նման դերասանը հայրենիքից գնաց, մեծ երջանկություն էր այդ տաղանդավոր մարդու հետ խաղալը, չգիտեմ։ Зараз այդ դերասանուհի կամ դերասան դառնում են, որովհետև կարող շարունակել։ Չեն դառնում, գիտեք, այդ իվերուս տրված մի բան է։ Ես դառնալ բառը չեմ սիրում։ Եթե այստեղդ կա, եթե չկա, չկա։ Գիտեք, ինչքան էլ աշխատանքը շատ կարևոր է դերասանի համար, ես գտնում եմ, որ դերասանը պիտի ամեն օր ինքը մարզվի, այսինքն մարզվի դերասանի մասնագիտության մեջ մարզվի, բայց ինչքան էլ աշխատի, եթե այստեղը դատարկ է, հանդիսատեսին չի կարողանում փոխանցել այն զգացողությունը, այն ապրումները, ինչը որ հարկավոր է։ Հա, նայում ես, ասում ես, ամեն ինչ ճիշտ է անում, բայց ինչ որ մի բան պակաս է, ոնց որ ճաշի մեջ աղն է դերասանի վարպետությունը կա, բայց ինչ որ բան ամեն օր ասում եմ, ոնց որ ճաշի մեջ աղն է պակաս լինում, այնպես էլ դերասանի մոտ եթե ինքը զուտ տեխնիկայի վրա է հիմնված, այսինքն աշխատանքի վրա պիտի լինի եւ շնորհը եւ աշխատանքը, դրանք առանձնացնել չի կարելի, որովհետեւ միայն շնորհով դերասանը եթե չի աշխատում իր վրա, ավարտվում է ամեն ինչ։ Այս հաճախ եմ նայում այդ ռուսական թատրոնի դերասաններն ինչպես են պատմում, թե ինչպիսի ինտրիգներ են եղել այդ տարիներին թատրոնում, դե հիմա չէ, ավելի խորհրդային տարիներին։ Պարոն թատրոնում ինչպես այդ ինտրիգները, այդ կուլիսի հետևում այդ բաները եղել են։ Երևի ես երջանիկ մարդ եմ եղել, որ նման ինտրիգների չեմ հանդիպել։ Ես հիմա ձևեր չեմ անում, չեմ ուզում թաքցնել, իսկապես չեմ հանդիպել նման ինտրիգների։ 90 թվականին երբ թատրոն եմ եկել, ինձ գրկաբաց ընդունել են եւ բոլորը աշխատել են ինչ որ ձևով ինձ օգնել,
որ ես բեմում ինձ վատ չզգամ։ Եվ գուցե սիրված եմ եղել դրանից է, չգիտեմ։ Ես ինտրիգների չեմ հանդիպել։ Գուցե այնպես թեթևակի ինչ որ մի թեթև խոսակցություն բան, բայց դրանք եղել են աշխատանքային խոսակցություններ, որ մեկս մյուսին լսելով, մեկս մյուսին կարևորելով անցել ենք առաջ, բայց այդպիսի ինտրիգներ չէ։ Ահա ես էլ եմ լսել, որ ժամանակին, չգիտեմ, դերասանուհու շոր են պատրել, կոշիկ են գողացել, բայց ես նման բաների չեմ հանդիպել, ինձ համար դա հեքիաթի ժանրից է։ Հասկանալի։ Իսկ կինոյի քո հարաբերություններն ինչպիսին են։ Սիրում եմ կինոն, շատ եմ սիրում։ Իսկ մասնակցությունը։ Եղել են այդպես, եղել են։ Համենայն դեպս որտեղ էլ որ եղել եմ, որտեղ էլ որ ինչ աշխատանք եմ արել, ուզել եմ ազնվորեն անել եւ երբեք մի վատ բառ ասեմ, խալտուրա չեմ արել։ Կարծում եմ։ Հիմա հետևում ես ինչ է կատարում եւ կինոյի ոլորտում եւ մյուս թատրոններում։ Գիտեք, երևի մյուս թատրոններում էլ երևի թե ունեն եւ լավ ներկայացումներ եւ չստացված ներկայացումներ։ Լինում է մարդու կյանքում եւ լավը եւ չստացվածը եւ շատ լավը եւ այսպես միանգամից բում ներկայացումներ։ Չեմ կարող ուրիշ թատրոնների կուլիսները մտնել, ինչ որ բաներ ասել։ Կինոյում էլ գիտեք ինչն է ցավը։ Գուցե համապատասխան ֆինանս չի տրամադրվում, չգիտեմ, որպեսզի լավ բան ստանաս, նախ պետք է ընտրես լավ հիմք, ստեղծագործական լավ հիմք, իսկ եթե չես ընտրում լավ ստեղծագործական հիմք, այնպես արտասահմանյան սերիալների սյուժեները վերցնել, կցոնանել մեկը մյուսին, չգիտեմ, ես չեմ կարող ասել ինչ է կատարվում։ Շատ ստեղծագործական սյուժեներ նայում ես, ոչինչ ասող են, գաղափարախոսություն չկա, ազգի նկարագիրը, կենսակերպը չկա, այլ ուրիշ ազգի ոնց որ կենսագիր հրամցնեն։ Դրսում երբ որ նայում են, ասում են Հայաստանում այդքան հանցագործություն կա, այդքան անբարոյականություն կա, այդքան մարդասպանություն կա, մենք ինչ ենք հրամցնում։ Չկա։ Այն դրսին չէ, մեր ոնց է հրամցումներ։ Մեր ասել Մեր դրսի ասելով, մեր դրսի հայրենակիցները ասում են, «Պես ինչ է կատարվում»։ Գիտեք, հիմա ինչ է այսքան անհանդուրժողականությունը։ Մեր եթերներից մենք անհանդուրժողականությունը, հանցագործությունը սկսեցինք հրամցնել մեր ժողովրդին եւ այն փոքր տարիքի երեխան, որը որ չգիտեմ, ինչ պատճառներով նայում է այդ սերիալը կամ չգիտեմ, հաղորդումը, ինքը կարծում է, որ դա է հերոսը, դրա կերպ պիտի ապրել, այդպես պիտի խոսել։ Այս ինչ արգոնով են խոսում մեր երեխաները։ Դա ինձ համար սարսափելի է եւ այո, հեռուստատեսությունը ունի իր մեծ դերը կրթելու, ցույց տալու լավը, գեղեցիկը։ Ինչու մենք դա չենք ցույց տալիս։ Ինչն է պատճառը։ Ասում են հանդիսատեսը դա է ուզում, չէ, հանդիսատեսը չի ուզում այդքան ցածրորակ սերիալներ նայել։ Ես չեմ ասում բոլորն են ցածրորակ, դրանց մեջ կան լավերը, կան լավ ֆիլմերը, բայց նայում ես արտասահմանյան սերիալները կամ ֆիլմերը, ինչ գումարներ են դրվում եւ այնպես չէ, հրաշք դերասաններ են խաղում, բայց այնպես է նկարվում, որ նրանք դառնում է հրաշալի մի բան։ Մեր տաղանդավոր դերասանները, չգիտեմ, ցածրորակ ինչ որ սերիալներ, ցածրորակ հաղորդումներ, երբեմն գրեհիկ, ճաշակից զուրկ, դա ցավ է, իհարկե ցավ է։ Չգիտեմ, այդ հումորային հաղորդումները, այդ ինչ լեզվով են խոսում, այդ ինչ են հրամցնում, այդ ինչ ես սարսափում եմ, երեխա է, այսօր ասենք մի քիչ շուտ է տուն եկել եւ միացրել է հեռուստացույցը, տանը մեծերը չկան ու այդ հումորային հաղորդման ժամանակ այնպիսի ցենզուրայից դուրս բառեր են օգտագործում, որ այդ երեխան մտածում է դա նորմալ բառ է, ինքն էլ կյանքում օգտագործում է եւ հաճախ ես բակերում լսում եմ այդ բառերը, որոնք էկրանից է լսել երեխան։ Ում մեղադրենք դրա համար։ Իրենք չեն գիտակցում ինչ են անում, թե իրենց համար միևնույն է քո կարծիքով։ Ովքեր նկարում են սերիալներ, ովքեր ամենահարության ներկայացնում են։ Գուցե դա հատուկ նպատակ է հետապնդում, որ ազգը ավելի շատ զբաղված լինի սերիալային հիմարություններ նայելով եւ չմտածի
ազգի գաղափարախոսության, ազգի առաջադիմության մասին կամ չբողոքի այն վիճակից։ Թեպետ հիմա գիտեք, ես կարծում եմ, որ բոլորը հիասթափված վիճակում են, բայց երևի շատ նեգատիվ բաներ եմ խոսում, չէ, ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու, որ այդ ամեն ինչը անցողիկ է, որովհետև ես չեմ կարծում, որ մեր ազգի արգանդը էլ տաղանդավոր մարդկանց, տաղանդավոր սցենարիստների, տաղանդավոր ռեժիսորների չի տալու է եւ գուցե կան ուղղակի այն հնարավորությունը չունեն, որ իրենք ինքնաարտահայտվեն։ Զար դու որպես ոչ միայն դերասանուհի, արվեստագետ, այլ հայ մարդ, ինչ թեմայի պակաս ես տեսնում կամ ինչի կարիք դու ունես, տեսնել դա էկրանին, լսել այդպիսի երաժշտություն, կարդալ գիրք, որն անդրադառնում հենց այդ թեմային։ Կան այդպիսի թեմաներ։ Լենա ջան, գուցե դա իմ ասածը մեծ ծախսեր պահանջի, որովհետև հիմա նայեք, մենք չունենք այնպիսի սերիալ, որը սկսում է, ասենք, մինչ խորհրդային կարգերը, պատկերացրեք, ասենք, իմ տատիկը ծնվել է 1903 թվականին։ Տատիկս անցել է շատ հետաքրքիր էպոխա։ Մինչ սովետական կարգերը, հետո սովետական կարգերը եւ սովետական կարգերի արդեն փլուզումը։ Նայեք, ինքը ինչ հետաքրքիր կյանք է ունեցել։ Ենթադրենք վերցնեն այդպիսի մեկի կյանքը եւ պատկերացնում եք, չէ՞, շրջաններով, դարաշրջաններով նույնիսկ նկարեն, գան, հասնեն մեր օրերը։ Ինչքան հետաքրքիր նախ տեղեկատվություն է ցակումով եղել։ Տատիկս Մակուից է եղել, բայց հետո եկել են Սևան։ Ինչն է հետաքրքիր, տատիկիս կյանքը շատ հետաքրքիր ու դաժան է եղել, ինքը 2 տարեկան է եղել եւ եղբայրն էլ նորածին, հայրը իրենք բավականին կայացած ընտանիք են եղել, հայրը մեծ տղայի հետ գնացել է իր կալվածքները նայելու, կայծակը խփել է եւ հայրը տղան մահացել է, հայրը դրել է սայլի վրա, տուն է բերել տղայի դիակը, ինչև հասել է տուն, ինքն էլ սրտի կաթվածից է հայրը մահացել, մայրը այդ պահին փոքր երեխային կուրծք տալուց է եղել, մոտեցել ասել են գիտես տղատ եւ ամուսինդ մահացան, մայրն էլ տեղում է մահացել, տատիկս մի օրում զրկվել է հորից, մորից եւ եղբորից, տատիկիս հորեղբայրն է պահել, որը երեխաներ չի ունեցել իր կնոջ հետ, հորեղբայրը իշխան Խաչո է եղել, այդպես է ասել են գյուղում, իրեն այդպես են դիմել իշխան Խաչո, պահել մեծացրել է եւ 15 տարեկանում տատիկս ամուսնացել է։ Ինչն է հետաքրքիր։ Նայեք, ես սյուժե եմ պատմում, սերիալի սյուժե եմ պատմում։ Պապիկս շատ հետաքրքիր տղամարդ է եղել եւ իրենք եկել են Պոլսից։ Ուրեմն տատիկիս սկեսուրա, այսինքն հորս տատը, տատիկիս ասել է Զարուհի ջան, տատիկիս աննել է Զարուհի, ես առավոտյան մահանալու եմ, ինձ այսօր լողացրու, շորերս հագցրու, ես մահանալու եմ առավոտյան։ Տատիկս ասում է, ես ապշած է, այդ կնոջ ոչ մի տեղը չէր ցավում, ոչ մի հիվանդություն չուներ, լողացել, պարկել է, առավոտյան իսկապես մահացել է Սոնա տատիկս, հորս տատիկս Սոնան։ Տատիկս վախեցել է, դրանից վախից ինքը դադարել է խոսել, քայլել։ Դուք նայեք ինչ սյուժե եմ ես պատմում, էլի։ Հա, իրոք։ Հետո իր մորաքույրը իրեն տարել է։ Դա սյուժեները ինչքան շատ կան, եթե իսկապես ման ու գտնեն։ Հա, ու այդպեսի ասենք, ինչ հայ կնոջ կերպարը, էլի, դարերով ոնց է գալիս ուր է գնում։ Չկան այդպեսի թեմաներ շատ կան, մանավանդ Հայաստանում։ Մենք այնպեսի պատմություն ենք անցել, որ թեմաների պակաս կարծում եմ իհարկե չկա։ Ցանկության ու գիտակցության մեր արմատներին, երբ որ վերադառնանք մեր արմատներին, մենք ունենանք հրաշալի սյուժեներ եւ սերիալի համար եւ ներկայացումներին։ Չգիտեմ, այն ինչ որ ինձ անհանգստացնում է, ես փորձում եմ գրել։ Եվ այս վերջերս ինձ բախտ վիճակվեց իմ գրած պիեսը ինքս էլ խաղալ։ Ըստ էր կոչվում։ Կոչվում է Կարոտ կամ Ծնունդը շնորհավոր մայրիկ, 2 վերնագրով, բեմադրիչը Կարապետ Քարաջյանն է, մի տաղանդավոր երիտասարդ։ Սյուժեն այսպեսին է, մայրը 3 զավակ ունի, 2 տղա, 1 աղջիկ։ Ինքը 3-րդ զավակը դեռ չծնված ամուսինը Արցախում զոհվել է
Պահել մեծացրել է իր զավակներին, բայց երկրի իրավիճակից ելնելով զավակները դուրս են եկել երկրից, գնացել են եւ հնարավորություն չունեն վերադառնալու եւ մայրը 10 տարուց ավել սպասում է զավակների վերադարձին եւ ամեն տարի ծննդյան օրը սեղան է դնում ու սպասում է իր զավակներին եւ այդ օրը զավակները անդադ զանգում են մայրը պատրաստություն է տեսնում եւ չի հասցնում զանգերին պատասխանել վերջում արդեն երբ որ սեղանը պատրաստ է ինքը գիտի որ այս տարի գուցե անպայման պիտի գան զավակները զանգում եւ ասում են որ այս անգամ էլ չի ստացվում վերադառնալը Չգիտեմ, շատ տխուր է, բայց այդ կին այնքան ուրախությամբ է պատմում, իր զավակների մանկությունն է հիշում, ում հետ ինչպես, մի խոսքով այդ տեսնել է պետք։ Դեռ մի հարցեր եմ ուզում քեզ տամ, այլ վստահ եմ հետևում ես այսօր հայ եկեղեցու դեմ ծավալված այս պայքարին, ինչ ես կարծում հայ եկեղեցին կարողանա այս ամենի միջով դուրս գալ, հաղթահարի այս ամենը։ Միանշանակ մեր եկեղեցին շատ բաներ է հաղթահարել եւ կարծում եմ այս փորձությունն էլ Աստծո շնորհիվ կհաղթահարի։ Գիտեք, այո, ազգը պահել, հայ ազգը պահել եկեղեցին դարերի ընթացքում, երբ որ պետականություն չենք ունեցել, ազգը պահել է եկեղեցին։ Ոչ, ես չեմ կարծում, որ որևէ բնակավարում չկան այնպիսի մարդիկ, որոնց կարելի է քննադատել։ Ուզում եք բժիշկներին, ուզում եք ուսուցիչներին, ուզում եք դերասաններին, կան մարդիկ, որոնց կարելի է չէ քննադատել, ասում ես սա այսպես է, նա այնպես է։ Բայց դուք փորձեք մուսուլմանական երկրում որևէ մուսուլմանական առաջնորդի քննադատել։ Տեսեք, թե այդ մուսուլմանները ինչ կանեն։ Ոչ ոք չի կարող իրենց հոգևոր առաջնորդին դիպչել։ Եթե հոգևոր առաջնորդը սխալ է, Աստված կդատի։ Դուք Աստծո դերը մի վերցրեք ձեզ վրա։ Դու ինչ ես կարծում այս ամենը Հայաստանում այս իրավիճակն ինչով կավարտվի։ Լավատես ես ըստ էության։ Ես ուզում եմ լավատես լինել, միանշանակ լավատես լինել, որովհետև եւ զավակներս եւ թոռներս մեր երկրում են ապրում, իմ երկրում են ապրում, իրենց երկրում են ապրում։ Պիտի միանշանակ լավ լինի։ Ես վաղը միսօրը այնպես չլինի, որ մեր երկիրը միայն հնդիկներինը լինի, չգիտեմ, այլ ազգերինը լինի։ Սա հայ երկիր է, հայ մարդու երկիր է։ Բայց նույն այդ հայ հեշտությամբ է լքում իր հայրենիքը։ Դժվարություններ կան, հասկանում եմ, բայց դա դարեր շարունակ երբ ուսումնասիրում ես այս պատմությունը, տեսնում ես, որ միայն դժվարություններ չեն, ամեն դեպքում կա մի բան, որ ստիպում է հային ինչ-որ օտար տեղերում երաշխիքություն։ Որևէ մեկին, նայեք, ես այդ պիեսը գրելով ես երբեք երեխաներին չեմ մեղադրել։ Պատճառներ են եղել, որ այդ երեխաները մեկնել են։ Ես դրանով ուզում եմ ասել, ես որևէ մեկին չեմ մեղադրում, որ գնում են երկրից, որովհետև մտածում ես, եթե դու լինեիր այդ մարդու տեղը ինչպես կվարվեիր, բարդ է որևէ մեկին մեղադրելը, շատ բարդ է առանց իր մաշկի մեջ լինելով, չես կարող։ Հա, ես ինքս չեմ գնացել, ես այդ հնարավորությունները շատ եմ ունեցել, բայց ես չեմ գնացել, բայց ես երբեք չեմ մեղադրում նրանց, ովքեր գնացել են։ Ուրեմն եղել են այդ դրդապատճառները, որ գնացել են։ Չեմ ասում նրանց, ովքեր որ այս ինչ երկիր է, այստեղ ոնց ապրեմ լավ է, ինչ է։ Հետո գիտեք, թատրոնով շատ ենք հյուրախաղերի գնացել, տեսել ենք էլի այդ ասողները ինչպես են ապրում այնտեղ։ Երկրի դժվարությունները մերն են, մենք էլ պիտի հաղթահարենք, ուրիշների վրա հույս չդնենք։ Երբ որ հույսը դնում ես ուրիշի վրա, միշտ էլ արդյունքը վատ է լինում։ Ճիշտ ես նկատել եմ, որ մենք երբեմն չենք կարողանում իրար հետ խաղաղ համագոյակցել, այսպես ասած, որ գնում են դրսում շատ ավելի մեծ հաջողությունների են հասնում, կարողանում են իրենց դրսևորել, բայց այստեղ երբեմն մենք միմյանց հետ չենք կարողանում հանգիստ ապրել եւ աշխատել, դա երևի ինչ որ բնավորության տեսակի մենթալիտետի հետ է կապված, կարծում եմ։ Ուսումնասիրության կարիք ունի այդ հարցը։ Կարծում եմ, որովհետև գիտես, երևի մեզ մոտ տաղանդավորները շատ են եւ միմյանց հետ բախումների մեջ են մտնում։ Չգիտեմ, բայց միևնույն ժամանակ գուցե մի քիչ ավելի խորքերը գնանք, չգիտեմ։ Դա եւ ընտանիքի հիմքում նայել եւ պետության հիմքում նայել եւ այն վերաբերմունքի
Հիմա նայեք, եթե Շարլ Անձնավորը մնար Հայաստանում, կլիներ Շարլ Անձնավոր։ Դժվարն եմ ասել, դա ոչ չի կարող Կամ ասել։ այս վերջերս մենք մի լավ ընկեր ունենք, Էդուարդ Մանվելյանը, ինքը գրքեր է հրատարակել, որտեղ հայ հանճարների մասին է գրված եւ բոլորը օտար երկրներում են հանճարներ դարձել։ Ես չգիտեմ, ես այդ մարդը չեմ, ով պիտի ուսումնասիրի ու բացահայտի դրա խորը հիմքերը, ինչու է այդպես, ինչու է որ դրսում հայը կարողանում է այդպես ինքնաարտահայտվել, Հայաստանում դժվար է ինքնաարտահայտվում։ Չգիտեմ։ Վերջում քեզ մի քանի բլից հարց ունեմ նաև տալու։ Սիրով։ Եթե հնարավորություններ մեկին վերակենդանացնելու, ում կվերակենդանացնեիր։ Այդ ցավոտ հարցը երևի շատերին։ Կոնկրետ անուններ չտամ։ Երևի շատերին։ Արցախում երբ ես եղել վերջին անգամ։ Արցախի անունը տալուց Արցախում եղել եմ 15 թվականին։ Վերջին անգամ։ Ինչ ասել եք ես համար գեղեցկություն հայկական ձևով։ Ներդաշնակություն, հոգու ներդաշնակություն։ Գիտեք, գեղեցկությունը շատ մեծ տարածություն է, որտեղ մարդը պետք է լինել ինքը իր հետ ներդաշնակ, ուրիշի համար ձև չանել։ Չգիտեմ, մի քիչ բարդ է։ Իսկ պատմական որ ժամանակաշրջան եք ուզեիր տեսնել անձամբ։ Ցավոք սրտի, երբ որ նայում եմ ես մեր պատմական ժամանակաշրջանները, միշտ Հայաստանը եղել է այսպես Աշխարհում միայն Հայաստանում չէ։ Չէ, մեր ժամանակները լավ ժամանակներ են, շատ լավ ժամանակներ են։ Պետք է գնահատել ուղղակի յուրաքանչյուր ժամանակաշրջան, որում ապրում ես։ Իսկ օտարերկրացիոն Հայաստանի մասին 3 նախադասությամբ ինչպես կպատմեիր։ Իրականությունը։ Երբեք չեմ ուզել, որ օտարերկրացին վատ կարծիք կազմի իմ երկրի մասին։ Իմ երկիրը այնքան թանկ է ինձ համար։ Հայաստանը դա մայր է, Հայաստանը դա հայր է, Հայաստանը դա ջերմություն է։ Այդ ջերմությունը զգալու համար պիտի լինել Հայաստան։ Վերջնաճապ շնորհակալ եմ հետաքրքիր ու ջերմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ այս հնարավորության համար։ Շատ հաջողություններ եմ մաղթում Լենա ջան։ Շնորհակալ եմ։